Հանուն Հոր և Որդվո և Հոգվույն Սրբո ամեն։ Քայթակություններ անպայման որ պիտի բադահին։ Այս խոսքերով է, որ այսօրվան ավետարանը գսկսեր։ Հիսուս Քրիստոսի խոսքերն են, որ փոխանցեց իր առաքյալներուն, զինք լսողներուն և այսօր մեզի։ Քայթակություններ անպայման որ պիտի ըլլան։ Քայթակությունները այն բաներն են, որ երբ գբադահին մարդոց հավատքը գխախտեն։ Անոր համար ալ Հիսուս ասավ քայթակություններ անպայման պիտի բադահին, բայց վայ այն մարդոց, որոնց ցերկով ուրիշներ քայթակղին։ Լավ պիտի լա գսե Քրիստոս անոնց վիզեն չաղացքի մեծ քարմը անցվի և ձովը նետվեին։ Բայց Հիսուս այս բոլոր բաները ասելով չի բավարարվիր, գսե զգուշ եղեք։ Զգուշ եղեք, որովհետև առաքյալը իր նամակներում մեջ կգրե չարը արյուծի պես գթարնա մարդուն չորս կողմը և արիտ կփնտրե իր վրան հարձակելու։ Հիսուս մեր աչքերը գուզե բանալ, զգուշ գուզե լանք, որպեսզի գրնալալ մենք լանք այդ անձերը, որոնց ցերկով ուրիշներ գքայթակղին։ Անոր համար գսե Հիսուս զգուշ եղեք։ Բայց դեսեք, որքան մեծ է սերը Աստուծո մարդուն նկատմամբ, որովհետև իր այս խոսքերով միայն քայթակղողները կամ քայթակղության պատճառ եղողները չէ որ գտադաբարդե անոնց վիզին քարմը անցնելով, բայց նաև եւ միաժամանակ իր սերը գահիտնե իր հետևորդներուն նկատմամբ եւ ինչպես Աստված նախանցախնդիր է, որ անոնց մե ոչ մեկը գործվի։ Եվ այնքան պիտի ուզե փրկվել իր հետևորդները, որքան որ պիտի ուզե այն հետևորդներուն չարության առաջնորդողներուն վիզեն չղացքի մեծ քարմը անցվի եւ անոն ձովը նետվին։ Եվ ինչ հետաքրքրական է, երբ Հիսուս Քրիստոս այս բաները կփոխանցե, կշարունակե ասելով. Եթե մեկը ցեզի թեմ հանցանք գործե, մեկ օրվա մեջ նույնիսկ 7 անգամ անոր ներեցեք։ Եվ հետաքրքրական է իսկապես տեսնել, ինչպես Հիսուս Քրիստոս քայթակղություններու շարքին կհիշե միայն ուրիշը չներելը։ Եվ երբ այս մասին կխոսեր, առաքյալները ըսին դեր մեր հավատքը ավելցուր։ Եվ Հիսուս իրենց բոլորի ծանոթ նախատասությունը գսե, եթե մանանեխի չափ հավատք ունենաս, նույնիսկ այս լերան պիտի սես ել հոստեղեն եւ ձովուն մեջը դեղափոխվե։ Գարձես առաքյալները, երբ լսեցին Քրիստոսի թելադրությունը, ուրիշները չքայթակղեցնելու, ուրիշները ներելու, անգարող սկացին այդ մեկը ընելու և գամ մեզիալ այսօր ուզեցին փանալին դալ ուրիշին ներելու։ Հավատք։ Մենք հաճախ Քրիստոսի մանանեխի չափի հավատքին մասին մեր ուզածին պես կարտահայտվենք և կսպասենք, որ եթե հավատքով աղոթենք ամեն ինչ պետք է ըլլա, բայց Հիսուս հստակորեն այսօր մեզի ցույց կտա, որ եթե ուզես ներել, գրնաս ներել, որովհետև եթե հավատք ունիս, գներես։ Եվ այսօր օրեօր գավելնան մեր կյանքին ընթացքին մարդոց այն գեցվածքը, որ գմերժեն ուրիշը ներել, հադորներով նույնիսկ պատճառաբանություններ կրելով։ Այսօր Հիսուս Քրիստոս բոլորիս մեկ բան գսե. Եթե հավատք ունիս կյանքին մեջ, գրնաս ներել։ Եթե չես ներեր ուրիշին, հավատք չունիս։ Աստուծո համար քայթակղություն է ուրիշին չներելը,
Ինչու համար, որովհետև Աստված Հիսուս Քրիստոս եկավ եւ ամբողջ մարդկությունը ներեց եւ գուզե որ այդպես լանք անոր համարալ մեզի սորվեցուց աղոթել ները մեզի ինչպես որ մենք կներենք անոնց որոնք մեզի թեմ հանցանք կործածենք ամեն օր հավանաբար մեկ անգամ ավելի կգրտնենք դերունական աղոթքը առանց անդրադառնալու անոր մեջ եղող թադաբարդության որ շատ անգամ անով մենք մեզ գտադաբարդենք, եթե մենք ուրիշը չենք ներեր։ Հիսուսի ասած գլանք, եթե մենք ներենք, ները մեզի։ Իսկ եթե մենք չներենք, մեզի մի ներեր։ Հիսուս Քրիստոս սիրելիներ, որքան ալ պատճառաբանություններ ունիս, որքան որ սելիկներ ունիս, քեզ նեղացնողներուն նկատմամբ, այդ բոլոր բաները գիտե, բայց գուզե որ ներողամի դլաս։ Ներես իրենց անոնց հանցանքը որքան ալ մեծ լա, քանի որ մեր մարդկության եւ աշխարհին հանցանքը շատ ավելի մեծ էր մեր արժանիքեն, բայց Աստված չնայեցավ անոր եւ մեզ մե յուրաքանչյուրին ներեց առանց պայմանի, ներեց սիրով, ներեց հայրապար, դարձյալ գսեմ առանց պայմանի։ Մենք երբ որ մեգումը պիտի ներենք, պայմաններ գտնենք, թող կա ներողությունս է, թող կա ասինչն է, թող անդրադառնա իր ասածին, Աստված այդ բոլոր բաները չուզեց մեզ եւ մարդկությունը եւ աշխարհը մեր մեղքերեն ներելու համար։ Եվ Աստված արագ եւ Հիսուս Քրիստոս այսօրվա ավետարանի մեջ ասոր մեի հետ արագ մը պատմեց եւ արագին վերջավորության ըսավ։ Թուգալ Երբ որ Աստուծո ուզածը գնեք, վարսատություն մի սպասեք, այլսեք, որ Աստուծո ամբիդան զարաներն էինք, ինչ որ պետք է ունեինք, ըրինք։ Կարծես Հիսուս Քրիստոս այսօրվա ավետարանով եւ ներողամտության իր հրավերով մեզի գանտրադարձնե ըսելու, որև որ մեգումը ներես մեր բարերով միննետ միներ Եվ որ մեգումը ներես, թուն կես սուղ մի ձախեր, հբարդ մի սկար, ընթագարագը, ըսե որ ասված թելատրեց ինձի, և ինչ որ պետք երնեի, ես աստուծո ամբիդան զարանեմ ըրի։ Քովք, բարապանանք, մի սպասեք, հիծած եղեք, որ ադիգա աստուծո թելատրությունն է։ Ուրիշ պամը, որ այսօր անոր մասին գուզեմ անդրադառնալ, արագին մեջ պիտի տեսնենք եւ արագին ընդմեջեն պիտի անդրադառնամ այդ մասին։ Հիսուս հետեւյալ արագը գտնում է։ Եթե դանուդերմը, որ ծարամ ունի, որ հողակորձ է կամ հովիվ, օրը երբ այդ հողակորձը կամ հովիվը դուն վերադառնա, դերը իրեն գսե, ապրիս, կնա հիմա լվացվիր ջաշտկեր, Ոչ, գսե Հիսուս Քրիստոս, գսե, կնա, ընտրիկս պատրաստ է, կոկնոցդ հակվիր, քովս գեցիր եւ սպասարգե ինձի։ Սպասարգել էդ վերջ, կնա ընտրիկդ գեր։ Բարձացնելու համար, երբ մեկը ծարամը գունենա, այդ ծարան զինք սպասարգելու համար է, ամեն բանի առաջ, վերջը ծարան ինքն իր գարիքները գհոքա գբատմե արագով Հիսուս Քրիստոս։ Այս արագին մասին շատ բան կարելի է խոսիլ, բայց մեկ բանի կուզեմ անդրադառնալ այսօր, մանավանդ որ գմոդենա Հիսուս Քրիստոսի ծննդյան մեծ դոնը եւ մենք մեր սրտերը մաքրելով գմոդենանք Հիսուսին, խաղաղություն կխնդրենք աշխարհի, մեր ուզած բաները գտնենք Քրիստոսի մսուրին առջև եւ պետք է այդպես անենք։ Արագի մեջ բայց դերը սիրելիներ, որ իր ծարանգը գանչե, որ իր ընտրիկը պատրաստ է, բնականաբար Աստված է եւ մենք ենք անոր ծարաները։ Մենք որ այս շրջանին կպատրաստվենք մեր բարի ցանկությունները անոր առջև տնելու։ Բնավ օրը մենք մտածած ենք, որ մենք ինչ պետք է անենք Աստուծո, մենք ինչ պետք է դանք Աստուծո, միշտ կխնդրենք
միշտ կուզենք եւ այդ բաները լավ է որ անենք, բայց Սամոսերքուն ալգսե 116-րդ Սամոսին մեջ կգարտանք դեր ինչ կրնամ հադուցանել քեզի քու այսքան ինձի դված բարիկներուդ դիմաց Արիտով մը երբ ընտանիք հավաքվիկ ծեր զավակներուն, ծեր սիրելիներուն, գողագիցներուն հարցուցեք նոր դարի գուկագոր աստուծո մե ինչ կուզես լսեցեք պատասխանները դուք ցեզի ալ հարցուցեք վերջը ասեք մենք ինչ պիտի տանք աստուծո մենք ինչ կրնանք տալ աստուծո եւ Սամոսերքուն որ այդ հարցումը կհարցնե սիրելիներ հաջորդող դողի մեջ կպատասխանե այդ հարցումին եւ գսե ես աստուծո փրկության բաժակը պիտի առնեմ երախտագիտությունս հայտնելու համար աստուծո Սամոսերքուն այսինքն բարձ բարերով գսե ես աստուծո փրկությունը պիտի առնեմ որովհետեւ անով իմ շնորհակալությունս հայտնեմ սիրելիներ Աստված անգարոդ է բանիմը գարոդը չունի բայց արագը մեզի կսորվեցնե որ Աստված կսպասե որ մեր կյանքին ընթացքին իրեն զարայենք իրեն ընթրիք պատրաստենք եւ այդ ընթրիքը մենք ենք մեր ներկայությունն է Աստուծո մոտ որ զինք կուրախացնե եւ ավետարաններում մեջ այս դրամապանությունը կգտնենք եւ գարտանք ցեզի ցանոթ անարագ որդիին արագը եւ գարտանք գործված ոչխարին կամ գործված թրամին արագը ուր Հիսուս վերջը գարդայդվի ասելով վստահ եղեք երկնքի մեջ ուրախություն պիտի ըլլա երբ գործվածը գտնվի երբ մարդը վերադառնա իր դիրոջ անորամար սիրելիներ ինչպես որ մենք մեր մեղքերով երբ Աստուծո հերանանք Աստված կդրդմեցնենք այնպես ալ գուրախացնենք Աստված երբ մենք իր քովը կանք երբ մենք մեր անձերը որպես ընտրիկ անոր ներկայության մեջ պահենք երբ հետը լանք երբ մեր սիրտը դանք իրեն երբ խոսինք հետը հետաքրքրական է չէ ավետարանի աստրվակին մեջ ինչպես Հիսուս կբատմե որ զարան գերտա գիշերով լման օրը գաշխադի իր տաշտին մեջ գաշխադի որու համար իր դիրոջ համար բայց երբ վերադառնա իր ծառայությունը կշարունակե դիրոջ համար մենք ալ սիրելիներ երբ Աստուծո անտաստանին համար գաշխադինք որպես հոգևորականներ որպես սարգսակներ որպես հավատացյալներ երբ լումամը գտնենք Աստուծո եկեղեցին համար Աստուծո առաքելության համար երբ ուքանք եկեղեցին կզարտարենք երբ ուքանք եկեղեցին կմաքրենք մասը կպատրաստենք Աստուծո համար Հիսուս Քրիստոս կսպասե գիշերը երբ որ դուն վերադառնանք այս անգամ ոչ թե իրեն համար աշխատենք այլ իրեն աշխատենք մեր աղոթքներով իր հետը ըլլանք իրեն ընտրիկ պատրաստենք մեր անձերը մեր ներկայությունը թող այսօրվան խորհրդածությունը սիրելիներ արիթ լա մեր կյանքի մեջ մտածելու որ որքան որ մենք սպասելիք ունենք Աստուծո Աստված իրավունք ունի մեզ սպասումներ ունենալու եւ ինչպես որ Սամոսերքուն գսե Աստուծո երախտագիտություն հայտնելու համար ընդունիր իր փրկությունը որ եկավ քեզի համար խաչվեցավ որբեսի քեզի համար երկնքի մեջ դուն պատրաստ է բայց բարերով փրկություն չեն ընդունիր կորձերով է որ մեր փրկությունը կընդունենք կորձերով աղոթքով ողորմածությամբ ապաշխարությամբ Աստուծո հետ աջելով կյանքին ընթացքին մենք իր փրկությունը ոչ միայն կընդունենք այլ երախտագիտություն հայտնած կլանք Քրիստոսի որովհետև Քրիստոսի նպատակը ադե եկավ որբեսի մարդիկը բրգե եւ իր ամենամեծ երջանկությունը այն է երբ մարդիկ իր դված երախտագիտությունը ընդունին Աստված ինչպես ասի անգարոդ Աստված է բայց գարոդ ունի մեր սիրուն Աստված ամենագալ Աստված է բայց գարոդ ունի մեր ներկայության իր երկնքի արքայության մեջ որովհետև անոր համար պատրաստեց երկնքի արքայությունը ինչպես որ ավետարանը գսե պատրաստեց
իր ընդրյալներուն համար ժամանակներեն առաջ։ Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսը առաջնորդե ձեր սրտերը թեպի խաղաղ նավահանգիստ այժմեն մինչև հավիտյան ամեն։